Նորից ողջույն սիրելիներ։ Ուրեմն, երբ որ մենք ներդաշնակվեցինք, ամեն մեկը իր էներգիայով այստեղ միացավ։ Մեր էներգիաները սկսեցին միաձուլվել։ Այդ ամեն ինչը փոխանցվեց մեկը մյուսին, որովհետև մենք միշտ փոխազդում ենք, բայց երբ որ մենք նպատակ ենք դնում ու բոլորով այդ, ասենք հիմա մենք ներդաշնակվեցինք, բայց մեդիտացիան կլինի կոնկրետ ինչ-որ թեմայի վրա, երբ որ բոլորը կենտրոնանում են այդ նույն թեմայի վրա, այդ ժամանակ արդեն ավելի հզոր էր մեր հավաքական գիտակցության ուժը ակտիվանում է։ Ու ավելի շատ ուզում եմ կենտրոնանանք, որ սկսենք միասին այդ մեդիտացիաները, ներդիտարկումները, հա, անել, մարդիկ սկսեն ավելի շատ վարժվել ներաշխարհ մտնելու իրենց այդ ներքին աշխարհի հետ, ծանոթանալու, ես ուզում եմ ասել, որովհետև մեր ներաշխարհը շատ ավելի իրական է, քան մեր արտաքին աշխարհը։ Արտաքին աշխարհը միշտ փոփոխվում է, ժամանակի ընթացքում անցնում ու փոխվում են նաև իրադարձությունները։ Սակայն մեր ներսում, մեր զգացմունքները, մեր մտքերը, մեր հավատքներն ու հոգեվիճակը մշտապես ձևավորում են մեր արտաքին իրականությունը, դա ուզում եմ բոլորը լավ հասկանան։ Բայց ինչպես կարող ենք բացահայտել մեր իրական ուժը։ Րոպե, մարդը գալի, Բայց ինչպես կարող ենք բացահայտել մեր իրական ուժը, եթե չենք ճանաչում մենք մեր ներքին աշխարհը, հա։ Աշխարհը միշտ կլինի փոփոխական, դժվարություններով, փոփոխություններով, բայց եթե ճանաչենք ինքներս մեզ եւ մեր ներաշխարհը, դա կարող է դառնալ այն կայուն հիմքը, որի վրա կկառուցենք մեր կյանքը։ Այսինքն մենք ունենանք այն գործիքները, որով կարող ենք ստեղծել այնպիսի մի կյանք, որը մենք ենք ցանկանում ունենալ։ Բայց մի բան էլ եմ ուզում հիշեցնել, որ այնինչ մենք ցանկանում ենք, դա դեռ չի նշանակում, որ տիեզերքը դա մեզ կուղարկի, որովհետև տիեզերքում այսպես է աշխատում, դա օրենք է, քանի որ մենք միշտ վիբրացիայի տակ ենք, ալիքների տակ ենք, տիեզերքը ըստ մեր ալիքների ու մեզ տալիս է այն, ինչ ալիքի վրա, որ մենք ենք տատանվում, հա, ուզում եմ դա պարզ ու հստակ լինի։ Այսպես, հիմնականում մարդկանց մեծամասնությունը միշտ ապրում են ներքին խառնաշփոթ վիճակում, քաոս կա իրենց մեջ, որովհետև ուղեղը մի բան է ասում, սիրտը մի բան է զգում։ Եթե նկատել եք, հիմնականում այդպես է, իրենք չեն համապատասխանում, իրենք նույն լեզվով, այսպես ասած, չեն խոսում, բայց իրականության մեջ, երբ որ հենց մենք հասկանում ենք, որ մենք կարող ենք ունենք այդ ուժը կամ գործիքները, որ մենք իրենց բերենք ու իրենք սկսեն նույն լեզվով խոսել, այսինքն ներդաշնակվել, այդտեղ արդեն կսկսի ճակերտավոր, այսպես ասած, հրաշքը տեղի ունենալ, քանի որ մենք կարթնացնենք մեր այդ ոգին, հա, ու կսկսենք ճանաչել իրականության մեջ ինքներս մեզ, մեր արարչական կողմը, մենք որպես էություն, որովհետև Աստծո մի փոքրիկ մասնիկը մեր մեջ է, բայց քանի որ երբ որ մենք ծնվել ենք, մենք մոռացել ենք, թե ով ենք, և սկսել ենք ապրել աշխարհային կյանքով, մեզ դաստիարակել են, տարբեր ընտանիքներ, տարբեր դաստիարակություններ, հետո դպրոց ենք գնացել, ուսուցիչներն են դաստիարակել, ասենք սովորեցնելով, որովհետև ուսուցիչներն էլ շատ մեծ ներդրում ունեն երեխաների կյանքում, այդպես եւ այդ հիմքի վրա ձևավորվել է անձը, բայց իրականության մեջ յուրաքանչյուր մարդ, որ ծնվում է, ինքն ունի կոնկրետ առաքելություն այս կյանքում։ Եվ իմ կարծիքն է, որ յուրաքանչյուրի պարտականությունն է հասկանալ, որն է իր առաքելությունը հենց այս կյանքում, ինքը ինչ է եկել աշխարհին տալու, հա? Հենց որ մարդ հասկանում է դա, որ ինքն ինչ է եկել աշխարհին տալու, կարծում շատ ավելի հեշտ է լինում, որովհետև նա սկսում է արդեն
այդ ոնց որ լույսի հետևից գնա ինքը փորձի հասկանա թե ինչպես պիտի ինքը դա անի, ինչ դասեր կամ ինչ շփումներ կամ ինչ հարաբերություններ, այդ ամեն ինչը sense ոնց որ ուղի է բռնում իր ճանապարհ, արդեն հասկանում է իր նշանակետը, ասենք այնտեղ է, դա իր առաքելությունն է, եւ ինքը պիտի անցնի այդ կյանքի օվկիանոսը, հա, փոփոխությունների օվկիանոսը, որպեսզի գնա հասնի այնտեղ, որտեղ որ ինքը կգտնի իրեն իր առաքելության մեջ, դա աշխատանք է պահանջում իրենից։ Մեր ներաշխարհը այնտեղն է, սիրելի ընկերներ, որտեղ մենք գտնում ենք մեր իսկական իրական զորությունը, որտեղ ապրում են մեր ցանկությունները, մեր երազանքները, եւ որտեղ հնարավոր է վերականգնել ամեն ինչ, անգամ մարդու առողջությունը։ Եվ երբ մենք սկսում ենք ճանաչել ինքներս մեզ, մեր ներաշխարհը, հասկանում ենք, որ աշխարհի իսկական փոփոխությունը հենց սկսվում է մեզանից, մեր յուրաքանչյուրից։ Ես ունեմ մի հարց ձեր բոլորի համար, եւ Հայասա ջան, որ խնդրեմ, չաթում կդնես հարցը։ Ուզում եմ մտորեք, խնդրում եմ, որ գրեք հարցը, ուրեմն հարցը հետևյալն է. ինչպես կփոխվի քո արտաքին աշխարհը, եթե փոխես այն, ինչ կա քո ներսում, եւ ինչպիսին կդառնա քո կյանքը, երբ սկսես մտածել սրտով, ոչ թե մտքով։ Ինչպիսին կլինեն սրտով ապրելու որակները եւ ինչպես կազդեն նրանք քո ամենօրյա կյանքում։ Սա է հարցը։ Ես կտամ մոտ մի րոպե, դուք մտածեք, մտորեք այդ մասին, ձեր պատասխանները գրեք։ Սուզի, ես ինչ շուտ մեզի դու շպրտիր։ Ժամանակը շա չէ անցնում։ Հա, շատ հաճելի է, շատ լավ է, ես արդեն սուրճս ես պատրաստ։ Այսինքն թող մնացածն էլ հետ գան։ Ես հարցը նորից դրեցի չաթում, որ մարդիկ ընթացքում նա տեղեկանա նորից։ Ապրես սիրելի։ Հա։ Լավ, Շնորհակալություն։ ես էլ եմ շնորհակալ, ինչպես էր, հաճելի չէ։ Բայ մի հատ լուսավոր կետ հանդիպեցինք Երևանում, որ գնամ Երևան, առաջինը իրան եմ տենալու, Կարինեին։ Ինչ լավ։ Իսկ Շատ շնորհակալ եմ։ Իրով համեցեք։ Մի անգամից կապը ստացվեց, չէ՞ կար։ Այո, այո։ Լուսավոր մարդկանց հետ միշտ հեշտ է։ Մերսի։ լավ, Same to you։ դուք պատմեք հիմա, տեսնեմ, քանի որ դուք միասին եք եղել, ինչ կիսվեցիք իրար հետ։ Բայ, լրիվ համընկավ։ Լրիվ համընկավ, այն ինչ ես էի մտածում նույնը Կարինեն, որ սիրո միջոցով, Կիսվեք մեր հետ։ սիրո միջոցով ամեն ինչը դառնում է պայծառ, լուսավոր, փառահեղ, հաճելի, գունավոր, գունագեղ, այդ երկուսս էլ միանգամից այդ ասեցինք, բա։ Ես էլ հակել էի դեղին, ինքը հակել էր սեռի, գիշեր ցերեկ։ Գոհար ջան, ապրես, հիանալի։ Կարինե ջան, որ երկու բառ կուզես դու էլ ավելացնես։ Գոհարը ամեն ինչ ասեց։ Սիրառա, լուսավոր, ամեն ինչը ավելի ուրիշ աչքով։ Այո։ Այ մենակ այդ ծիծաղը, այդ ժպիտը վարակիչ ձևով ամեն ինչ փոխանցում է։ Այո, տեքստը կարդալուց, հարցը կարդալուց էլ հենց այդ պատկերն եկա, Գոհարն էլ իր պատկերով ներկայացավ ամբողջ Մերսի, բա տեսար։ Հրաշալի է, ուղղակի հրաշալի է։ Հաջորդ զույգը ով կուզի մեր հետ կիսվի։ Ասում ենք։ Մի ամանչեք, սիրելիներ։ Անինա ուզում ձեզ հետ կիսվի, սրտով երբ սկսում եմ մտածել, ավելի բարի լինում, այսպես ասած,
Իսկ երբ մտքով եմ սկսում մտածել, մեկ-մեկ չարանում եմ, բայց սիրտը սաստում է, այսպես ասած։ Սրտով մտածելը ավելի շատ զգացմունքային է, քան մտքով մտածելը։ Շատ ժամանակ սիրտդ ուրիշ բան է ասում, միտքդ ուրիշ։ Բայց միշտ հաղթում է սրտիս ասածը։ Սրտով են ինչը զգում եմ։ Այո, շնորհակալ եմ։ Ուրիշ բան ունեիր ասելու, ավելացնելու։ Այդքանը, դե եթե սրտով մտածենք, համ շրջապատի վրա ենք ազդում, այսպես ասած, սեր ես տարածում, այսպես ասած, էլի։ Այո։ Միտքը երբեմն քեզ խանգարում է, բայց չգիտեմ ինչի իմ մոտ ավելի շատ այդ սրտով մտածելու բանն ավելի շատ զարգացած։ Երբ միտքս այլ բան ասում, սիրտս անմիջապես հակազդում է ու ճնշում է դա։ Ու այդ երկխոսություն ունեմ, ճիշտն ասած, այսպես, երբեմն ինքս ինձ հետ երկխոսում եմ։ Ու միշտ իմ մոտ բարին է հաղթում, չգիտեմ։ Այդ երկխոսությունը հենց դա ներքին խոսակցությունն է։ Քո ներքին բոլորս ունենք ներքին խոսակցություն, բայց հիմա հարց է առաջանում, քանի հոգի են ուշադրություն դարձնում իրենց առօրյա ներքին խոսակցությանը, հա? Ես շատ թեթև եմ ապրում։ Բայց կարևոր է Գոգ ջան, որովհետև դա, երբ որ դու ուշադրություն ես դարձնում քո ներքին խոսակցությանը, դու շատ բան ես նախ բացահայտում քո մասին, որ դու չգիտես, դու այսինքն անգիտակից ես այդ մասին մինչև դա։ Դու հետո հասկանում ես, թե դու ինչ վիբրացիայի տակ ես, հա, դու բարձր թրթիռների վրա ես, թե ցածր։ Շատ բանատալի դա։ Դրա համար է ես ինքս իմ հետ չեմ խոսում, որ ես ինքս իմ հետ խոսեմ, ես իմ ինչեր կլինի, ասեմ, չէ, ստապ, օրը հետ, արևի հետ առաջ։ Բայց նայ, իրականության մեջ, հա, նայ, տեսնես չի, որ ասենք, այդ ինենց խոսակցությունա, որ էդի անգիտակցական մակարդակում է, ավելի շատ ենթագիտակցական ասեմ, ենթագիտակցության մեջ է դա, մենք դա ունենում ենք, դա գիտես ավելի շատ ակտիվանում, երբ որ դու ունես մի խնդիր, երբ որ ունես խնդիրը այսպես, լուծելու խնդիր, հա, մի բանի առաջ ես կանգնած, դու ոնց դրա պատասխանը գտնես, ունես խնդիր հարաբերություններում, թե ոնց մարդու հետ շփվես, այդ դժվարին ժամանակներում ավելի շատ ակտիվանում է դա։ Այո, ճիշտ ես։ Բայց մի բան ասեմ, չգիտեմ համամիտ կլինեք թե չէ, ես մի հատ շատ լավ ուժեղ կերպար կա այն մանկուց նստածի մեջ, այդ քամուց քշվածները այդ ֆիլմը բոլորդ եք դիտել, Սկարլետը, այդտեղի մեջի հերոսուհին, ինքը իմ ոնց ասեմ, ռոլ մոդել, ինքը իմ մոդելն է, հա, այտենց բանը շատ է լինում, դե եթե այտենց բան չլինի, ուրեմն դու ոնց ասեմ, մարդ չես։ Հա, մարդու մեջ է այդ ամեն ինչը լինում, բայց հենց որ այդ խորացված այդ պահերը գալիս է, ես իրան եմ միշտ հետևում, ասեմ դրա մասին վաղը կմտածեմ, ու թողում եմ, ու իրան ինչ ուզում է լինում, ու միշտ լավ է լինում։ Այո, վստահելը շատ կարևոր է, բայց ես վերադառնամ Անիի, ուրեմն ինքը որ մեր հետ կիսվեց, Անին ուզում եմ երկու բառ ես էլ ֆիդբեքը տամ։ Անի ջան, միտքս թռավ, հենց հիմա թռավ, բան ունեի ասելու։ Հա, երբ որ հիշեցի, Անին ասում էր, որ երբ որ մտքով եմ մտածում, տարբերությունը եւ սրտով, չէ։ Տեսեք, միտքն էլ է շատ կարևոր մեր կյանքում, սիրտն էլ։ Եթե մենք մի փոքր ավելի խորանանք, շարժիչ ուժերն են մեր կյանքի։ Եթե մարդու միտքը մեռավ, ինքը դառնում է չակերտավոր vegetable։ Անի նման, բույսի նման։ Բույսի նման է դառնում, հա։ Իսկ եթե մարդու սիրտն է կանգնում, արդեն вообще ինքը ասում են մահանում է, չէ։ Այո։ Իրանք մեկը մյուսի ավելորդ, այսինքն ոչ թե ավելորդ, ավել կամ կապակած չեն։
կարևոր եւ անկարևոր չեն, իրենք երկուսն էլ կարևոր են։ Մհմ, Եվ գաղտնիքը այն է, որ մենք իրենց երկուսին համապատասխան Ներդաշնակեցնենք։ դաշնակեցնենք, սկսեն իրենք աշխատել իրար հետ, երբ որ իրենք սկսում են նույն լեզվով խոսել, իրար հետ աշխատել, այդտեղ արդեն մեկը մյուսին չի հակասում, ընդհակառակը, Լրացնում։ ավելի Մհմ, լուսավորվեր, մհմ, ավելի հստակ է մտածում, իր Այո, մտքերը, իր քայլերը, ոնց ասեմ, այդ քաոսային վիճակից ինքը դուրս է հելնում։ մհմ, Բայց կա նաև դրա տեխնիկական մասը, որ միգուցե հաջորդ անգամ ես կխորանամ, թե ինչ է մեր ներսում կատարվում, բայց ուզում եմ, որ Անի ջան, այդ իմ ասածն էլ մի փոքր դա էլ մտորես երևի ասեմ այդ մասին, որ նախ շատ ճիշտ դու մեկնաբանեցի, շատ շնորհակալ եմ քո արձագանքի համար, բայց մտածենք, որ մեկը մյուսից առավել չեն։ մհմ, Ուղղակի պիտի իրենց բերենք մի տեղ, որ իրենք սկսեն նույն լեզվով խոսել, ոչ թե հակասեն, այլ իրար Համահունչ գնան։ այո, այո։ Ասենք Սոֆյան Այո, բաներ ուզում ասել, սիրելի։ Ահա, քանի որ ես Անիս սենյակում եմ, Հա, լսում եմ, լսում եմ։ հիմա սրտով մտածելու դեպքում սիրով կլծվի մեր աշխարհը։ Երբ շրջապատում ինչ էլ որ կատարվի, մենք սիրով կտանենք եւ դժվարություններն էլ ավելի հեշտ կհաղթահարենք։ Ու մեր սերը կփոխանցելով շրջապատին մարդկանց նույնպես կփոխենք։ Նույնիսկ վատն էլ լավ կտեսնենք եւ ավելի ոնց որ կկարողանանք հեշտությամբ դուրս գանք եւ միտքն ու սիրտը իրար հետ կկարողանան համագործակցել։ Այո։ Այն այդ բառն եմ անգալի համագործակցել։ Ապրես Սոֆիա ջան, շատ շնորհակալ եմ, որ կիսվեցիք։ Հաջորդ զույգը ով է ուզում խոսի։ Հայասա ջան, դու կխոսես։ Ում հետ էիր դու։ Ես Տաթևիկի հետ էի, այսպես, ինչպես կփոխվի քո արտաքին աշխարհը, եթե փոխես այն, ինչ կա քո ներսում։ Լավ, ես մի փոքր ուրիշ ձև բացատրեմ, ուրեմն առաջին հերթին մտքով թե սրտով, հա, այդպես ինչպես ուղղորդվենք, իմ կարծիքով մտքի վրա կարող են ազդել արտաքին գործոնները, իսկ երբ որ դու մտքով ես սկսում ամեն ինչ կշռադատել, դու սկսում ես հաշվի նստել շատ անգամ դրսի կարծիքների վրա, որը ինչ-որ ձևով նաև բացասական է ազդում քո անձնական այդ սահմանները, ու դու ստիպված շատ անգամ տրվում ես դրսի կարծիքներին, դրսի ազդակներին, քո օրը, քո առօրյան, քո կյանքը սկսում ես դասավորել այդ ուղղությամբ։ Բայց երբ որ դու քո սրտի ձայնին ես լսում, այդ սրտի վրա հիմնականում ազդեցություն չեն ունենում արտաքին ազդակները, դրսից ոչ ոք քո որոշումների վրա չի կարողանում այդքան ազդել, որտեղ դա ոնց որ քոն է լինի։ Այդ միակ տեղն է, որ դու ինքդ քո հետ ես։ Այդ ներդաշնակությունը դրա համար է սրտի ներդաշնակություն, չէ՞ կոչվում, ոչ թե մտքի, որտեղ միտքը ինքը նաև կարող միտքը քեզ տանում է նաև շատ անգամ ավտոմատ այդ ռեժիմով ապրելու այդ ծուղակի մեջ է գցում, երբ որ դու սկսում ես ամեն ինչ մտքով կշռադատես, այսպես ասած, դնես վերցնես մտքով, այսպես անեմ, այնպես անեմ, իսկ սրտի ժամանակ ինքը քո ավելի շատ ինքը սկսում է, երբ որ դու սրտին ես վստահում, ինքը հաշվի առնում քո ներուժը, քո ռեսուրսները, այդպես ներքին ներդաշնակությունը ինձ թվում է հենց այդ է, որ առանց քեզ ինքը վերցնում է իր ձեռքը քո
կեցությունը ու այդպես երբ որ դու իրան ես լսում, իրան ես վստահում, ինքը քեզ տանում է ճիշտ ճանապարհին։ Օրինակ, իմ կյանքում այդպես եղավ, որ ես սրտից ձայնին լսեցի շատ չխորանամ տարբեր հանգամանքների մեջ, բայց սրտից ձայնը ինձ տարավ այնտեղ, որտեղ ես իմ հանգստությունն էի զգում։ Իսկ հանգստությունը իմ առօրյան անես այն ինչ որ քեզ բերում է հանգստության, քեզ բերում է խաղաղության, զբաղվես ինչով դու իսկապես սիրում ես։ Իսկ երբ որ դու ուրիշների հաշվի ես նստում մտքի սոցիումի պարտականությունների ճիրանների մեջ ես ընկնում, դու ստիպված վերցնում ես այդ դերը, որը այդքան էլ քո սրտով չի։ Հենց տենց էլ ասում ենք, չէ, քո սրտով չի։ Ու դրա համար այդ միտքը դա դրսի աշխարհն է, դրսի սոցիումի հետ շփվելու այդ եզրույթն է երևի։ Սիրտը այն է, որ ուղղակի շատ անգամ մամաներ իրանց աղջիկներին ասում են ընտրության դեպքում սրտիդ լսիր։ Ամենաճիշտ բանը դա, որտեվ սիրտը երբեք չի խաբում։ Այո, Ու մենք երկուսով համաձայնության եկանք որոշ առումներով այսպես հետաքրքիր զրույց ունեցանք Տաթևիկի հետ։ Ես այսպես մեր երկուսի կարծիքը այսպես իրար միացրեցի ու հիմա ձեզ փոխանցեցի։ Շատ հետաքրքիր հարցեր են ու մտածելու տեղիք են տալի, կարելի է դեռ խորը մտածել, որտեվ այս մի քանի 2 րոպեում մարդ չի կարող այդքան ամեն ինչ շատ ու ես ինքս էլ չուզեցի շաբլոնային պատասխաններ տալ, որովհետև հենց այդ որտեվ շաբլոնային պատասխանները նաև մտքից են գալիս, դրա համար մենք այսպես սրտով գնացինք։ Ինչ որ ներդաշնակը այս թեմային, շատ շնորհակալ եմ։ ապրես, այո, Հետաքրքիր էր։ ես էլ եմ շատ շնորհակալ։ Այո, իրականության մեջ խորը հարցեր են իրենք եւ այդպես են ձևավորված, որպեսզի մարդուն դրդեն ինքը մտորի, հա, այդ մասին, այսինքն այտենց շաբլոն հարց պիտի չձևավորվի, պիտի մի բան լինի, որ մարդը իրոք ինքը սկսի մտածելու այդ մասին։ Շատ լավ հետաքրքիր պատասխաներ, հատկապես այն պահը, որ միտքը դրսի հետ կապն է եւ սիրտը ներքին, բայց որպեսզի մենք կարողանանք համ դրսի հետ շփվել, մեր շփումը, մեր հարաբերությունները նորմալ ունենալ եւ այդ մեր ներքին զրույցը, խոսակցությունը տիրապետել, հա, որ ասում այդ քաոսային վիճակները, այսպես ասած, ներդաշնակեցնել, լռեցնել, ուրեմն մենք նորից սրտին ու մտքին ասում ենք դուք պիտի աշխատեք իրար հետ, քանի որ դուք երկու հզորագույն շարժիչ ուժն եք, հա, այս մարմնի, այս տաճարի, որտեղ ապրում է նաև Աստծո փոքրիկ մասնիկը, որովհետև որպեսզի մարդն ունենա ավելի բարեկեցիկ կյանք, կարողանա ավելի դրական մտածել, իր շրջապատին եւ իրան ավելի, այսպես ասեմ, լավ ծառայի, հա, ինքը լավ մարդ դառնա լավագույն տեսակը իրանցի։ Այդպես, լավ։ Կարելի է Սուսան ջան։ Իհարկե, լսում ենք, սիրով։ Անի որ ինքս Աննայի հետ մի սենյակում հանդիպեցի, հարազատս, այսպես ես կարճ ասեմ ասելիքս, այսինքն այն ինչ որ պիտի ասեի, մասամբ մեր Անան է լրացրեց շատ լավ ձևով, ինձ համար այսպես է, միտքը հզոր գործիք է, միտքը եւ սիրտը պիտի այն որ ասում է լսեց եւ մտքին եւ սրտին, բայց պիտի չթողնես որ անսանձ վիճակում մեկը մյուսին այն որ ասում է մրցակցության մեջ մտնի։ Այ այդտեղ եղավ մրցակցություն, մյուսը արդեն բնականաբար կլինի պարտվող։ Այսպես հարազատս։ Սկզբում ես ինքս առաջ դեռ մի քանի տարի առաջ եսի մեջ մտածում էի, որ ամեն ինչի մեջ, կյանքի մեջ, խնդիրների մեջ դիմացինն է մեղավոր, դիմացինի մեջ էի փնտրում այդ մեղավորությունը, հանգամանքները, իսկ հիմա քանի որ ինքս սրտիս մեջ, սրտիս ձայնը լսելով, իմ մեջ խորհելով, այդ պատասխանները, այդ հարցերը բոլորը գալիս է։ Գալիս է ոչ միայն իմ
Այսպես ներսից դիմացինի արարքից, դիմացինի խոսալուց են վերցնում, առօրյա կյանքի մեջ եմ էդի տեսնում, ամեն ինչի մեջ։ Դա արդեն նշանակում է, որ ինքս եւ սրտին եմ լսում եւ մտքին։ Այո, Բոլորին զորեն պիտի մենք, որ ասում եմ, մեր մեջ է բոլոր այդ հարցերի լուծումը, բոլոր խնդիր, եթե խնդիր կա նաեւ լուծում։ Այսպես հարազատս։ այո, շատ շնորհակալ եմ։ Այո, հենց այդ որ հակասելն է իրան, հա, որ դուք ասացիք, Տաթևիկ ջան, երբ որ դու հենց ինքնահոսի ես թողում, որ միտքը մի բան ա ուզում, սիրտը մի բան ա ուզում, այ քաոսային վիճակը հենց դա է, ու հիմնականում երևի կարելի ասել 90% մարդկանց այդպես են ապրում։ Տեսեք, մենք դրվել ենք այստեղ, որպեսզի այս նյութական աշխարհում ըստ իս որպեսզի գանք ու բացահայտենք ինքներս մեզ, մենք նյութականացնենք, մենք ապրենք երեխաների նման, հա, անհոգ, ուրախ, չգիտեմ, սիրով լեցուն, իրար օգնենք, այսինքն անվերապահ լինի այդ ամեն ինչը։ Բայց տեսեք, որ աշխարհը վերածվել է հակառակն է լինում, survival-ի մեջ են մարդիկ, գոյատևման մեջ են մարդիկ, հա, ուղղակի, այսպես ասած, շատերը բոլորի մասին չի իհարկե խոսքում, բայց գոյատևում են մարդիկ։ Եվ որպեսզի մարդը այդ գոյատևման, այդ ճահիճից ես ուզում եմ ասեմ, այդ ճահիճից ելնելու համար ինքը պիտի կարողանա իր կյանք հենց այդ ներդաշնակությունը բերի։ Եվ հենց մարդը սկսեց կամաց, չեմ ասում, որ միանգամից պիտի մարդիկ բոլորը սկսեն այդ ներդաշնակությունը 100%-անոց գալ, ոչ, մենք տարբեր ենք բոլորս եւ բոլորի մոտ դա շատ տարբեր է դրսևորվում, բայց երբ որ մի բան կարող եմ վստահ ասել, սա արդեն իմ կյանքի փորձից, որ երբ որ դու անում ես դա հավատքով ու անընդհատ սիստեմատիկորեն, հացի ու ջրի նման, դու սկսում ես քո կյանքում զգալ այդ փոփոխությունը եւ այդ փոխակերպումը, տեսնում ես, թե ոնց են ուղղակի ձևավորվում եւ ինչպես որ Տաթևիկը ասեց, այո, այդ ամբողջ խնդիրների հարցերը, ամբողջ պատասխանները մենք կարող ենք գտնել դա մեր մեջ։ Ուղղակի պիտի խորասուզվենք։ Խորասուզվելու համար չենք կարող աղմուկի մեջ մնալ։ Ասենք պատկերացրեք, մտնում եք մի սենյակ, որտեղ աղմկում են, գոռում են, գոչում են, մեկը երգում է, եւ դու մտնում ես այդ սենյակ, ինչ որ մի բան, հա, ման գալու, որ կարևոր է ու ասենք պահված է, ասենց ասեմ։ Չես կարողանալու դա գտնես, բայց եթե մտնում ես մի սենյակ, որ ավելի խախանդ է, դասավորված է ամեն ինչ, թափթփված չի, ձայներ չկան, դու կարող ես գնալ ու հանգիստ այդ դարակի մեջից անգամ մտածել ու հիշել, թե որ դարակի մեջ է դա դրված, գտնել դուրս բերել։ Դա մեր ներաշխարհի, այսպես ասած, պատկերն է, հա, այդ լռությունը, ներքին լռությունը, այդ համահունչ, ներդաշնակ լինելը, սրտի մտքի այդ համակապակցված աշխատանքը շատ կարևոր է, որովհետև երբ որ սիրտն ու միտքը միանում են, դա արդեն ոգի է դառնում, հոգի չի։ Իսկ ոգին, երբ որ արթնանում է, մարդը կարողանում է իսկապես իր արարչական էությունը գործի դնել, հա։ Երևի այսօր այսքան է, եկեք մենք մեդիտացիայով, կարճ մեդիտացիայով վերջացնենք։ Ուրեմն, ոնց որ ասացի, մենք կմիանանք ամեն ամսվա առաջին 5 շաբթին, մյուս անգամ մեր Վահագնը հիմնել կմիանա, ինքն էլ շատ հիանալի անձնավորություն է, շատ լավ բաներ ունի փոխանցելու ինֆորմացիա, այդպես ու կշարունակենք։ Իսկ այն մարդիկ, ովքեր նոր են միացել, սիրելիներս, խնդրում եմ ձեզ, գալ անգամ միանաք, կարծեմ, եթե Հայաստանում եք գտնվում, Հայաստանի ժամով 21-ին, հա։ Իսկ Ամերիկայի ժամով առավոտյան ժամը 10-ին։